Կարելի է։ Աջան։ Մի վարքյան։ Հիմա դուք եւ հաջորդը պատրաստվի Հայկ Սարգսյան։ Տիկին Եսեք։ Նախարար, խնդրում եմ որևէ վարքյան չկասկածեք, որ ազգային ժողովում պատկերացում չունեմ ոստիկանության այդ բարեփոխումների փիլիսոփայության։ Շատ լավ պատկերացնում ենք, առավել քան լավ, ու հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ ձևավորում են լոկ մեկ պատճառով, որի անունը Նիկոլ Փաշինյանն է։ Դուք նեղվեցիք, որ Աննա Գրիգորյանը բացական հարցեր տվեց։ Ես դրականով սկսեմ։ Տիկին Սարգսյան, շնորհավորում եմ ձեզ։ 1 տարվա կտրվածքով այլևս ձեր կարմիր բերետավորները ոչ միայն ոհմակի նման հարցակվան ազգային ժողովի падգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա, ոչ միայն բռնություն գործադրեցին, դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, իրանք ավելի թևավորվեցին, իրանք նաև հարցակվեցին լրագրողի վրա, դեռ բարեբախտաբար այդ մի հարցով քրեական գործառույթ, բայց բոլորը շարունակեցին մնալ պաշտոնի, դրա համար նույն ձևի այդ օրը Գյումրիում երկրորդ ազգային ժողովի падգամավոր Մհեր Մելքոնյանը աչքը մի շաբաթ չէր կարողանում տնից դուրս գալ։ Նայեք, երկրորդը, շնորհավորում եմ, որ ստեղծվել է ոստիկանական գվարդիա։ Ես այսօր խոսելու եմ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ոստիկանների։ Շնորհավորում եմ, որ ստեղծել եք ոստիկանության գվարդիան եւ առաջին բանը, որ արել եք, մկրտություն են իրանք անցել աղանդավորական կռապաշտական միջոցառմանը, երբ որ հարյուրավոր ոստիկաններ տարի լցրել եք Հովանավանքում։ Ես հասկանում եմ հասարակական կարգի պաշտպանություն, բայց ուզում եմ հասկանամ, օրինակ Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանը ինչ էր կորցրել Արագածոտի մարզի Հովանավանքում։ Բաղյանը այստեղ Քարորյաներին հերթապահում է, հասկանում եմ Արաբկիրի տարածաշրջանը, Հովանավանքում ինչ էր անում։ Ղազարյանը ինչ էր անում, այդ խեղճ տղեն ինչ էր անում, տարի կանգնացրել եք ու հարյուրներով։ Գյումրի Արգիշտի Գևորգյանի հետ մեր աչքի առաջ է եղել այն ամեն ինչ որ տեսել ենք։ Այդ որ մի բարեփոխման, որ մի հայեցակարգի հիման վրա է, որ ազգային ժողովի 3 падգամավորի համայնքային շենք, քաղաքապետարան, ոստիկանություն, ինչ որ պաշտոն է որոշում է, որ չի կարելի մտնել։ Ինչպես այդ օրը եղավ։ Մարդիկ այդ օրը տասնյակներով բռնվել են։ Գիտեք ոնց են բռնվել։ Դուք ուղղակի փչացնում եք ոստիկաններին, խեղճ ու կրակ պարեկներին։ Կեպեզերներում լծված էին, գնում ենք հերթով հանդիպում ենք, վարորդներ, խեղճ ու կրակ, կոմունալ տնտեսության, արդեն անեկդոտ էր դառել։ Բոլորին ում մոտենում է, տեսնում ես ինչ ա եղել, պարեկը կանգնացրեց, առավոտը ագնետուշիչերը չկար, տուգանքը գրեց, ավտոն տարանացին վաղը կգաս, ագնետուշիչերը կբերես, տուգանքը կջրեն։ Իրիգունը ոստիկանությունը հատիկ այդ բոլորին կանչել էր, 3 օրով տվել էր կալանք։ Հատիկ հավաքարարից սկսած ավտոբուս կոմունալ տնտեսության մեքենաներ, լավ մեղք են այդ պարեկները, մեղք են այդ ոստիկանները, մեղքի տակ եք մտցնում, ի վերջո այդ ոստիկանության ծառայողները վաղը երեխա են կնքելու, երեխա են պսակելու, ուր եք տանում կռապաշտության։ Հարցը դա էր։ Չէ։ Գյումրիի հետ կապված, մեր աչքի առաջ է եղել։ Մեր աչքի առաջ է եղել, այդ կարմիր բերետավորները շարունակելու են մինչև վերջ այդ անօրինական գործունեությունը։ Իդեպ ոստիկանության գվարդիայի հետ կապված Արթուր Խաչատրյանը հարցրել էր, պարոն Քոչարյանը հաստատեց, մենք երկար ժամանակ բանավեճ ունեցել ենք օրենքի նախագծի, պնդում եմ ես, որ ոստիկանության գվարդիայի պարտականությունների մեջ պետք է ավելացնել նաև հայրենիքի պաշտպանություն։ Բայց վերջերս ծանոթացել եմ 44-օրյա քննիչ հանձնաժողովը, չգիտեմ էլ կա, չկա հանձնաժողովի զեկույցը, այնտեղ բավականին սուր դիտարկումներ կան 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանության ստորաբաժանումների, ներքին զորքերի, ծառայողների, ընդհանրապես մասնակցության ժամանակ խայտառակ մթնոլորտին։ Ուզում նաև ճշտում դուք ստացել եք այդ զեկույց ազգային ժողովից, որպեսի եզրակացություններ ունենակ, որտեղ դրա մասին խոսել էր Անդրանիկ Քոչարյանը։ Ի պաշտպանություն էլի ոստիկանների։ Նայեք, սննդի մասին եք խոսում։ Ամեն օր մեր աչքի առաջ է կառավարական 2 շենքերի մեջտեղի այգին հարյուրավոր ոստիկաններ առավոտվանից գիշեր նստում են։ Ու ես նկատում եմ սննդի ապահովում չկա,
արևի տակ, ձմեռը, ցրտին, այդ հարյուրավոր ոստիկաններին չէ նստեցնում այնտեղ։ Նաև ի պաշտպանություն ոստիկանների բնակավայրից հեռու ծառայության համար փոխհատուցումները 2025-ին ստացել են թե ոչ, որտեղ ժամանակին կային ահազանգ էր, որ չէին ստանում։ Դուք նաև ազդարարեցիք փրկարար ծառայության տեխնիկական հագեցածությունը, անցած տարվա հարցից նորից կրկնում եմ։ Երևանում խայտառակ բարձրարկերի այս ավելացման հետ մեկտեղ նույն բարձրությունն ապահովող հրշեջ մեքենաների ձեռքբերման նպատակ ունի ներքին գործերի նախարարությունը, թե ոչ։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան, ինչ վերաբերում է զեկույցի դեռ ներքին գործերի նախարարությանը հասանելի չլինելու։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ մենք քննարկել ենք, թե ոնց պետք է կազմակերպվի, որպեսզի առաջնահերթ մեր ուժային կառույցները եւ հետագայում նաեւ այլ կառույցներ, որոնք անելիք կունենան այդ զեկույցի հետ կապված, մենք պատրաստենք դրանց կրկնօրինակները եւ հնարավորություն ստեղծենք, որպեսզի օր առաջ լինի տվյալ կառույցներում։ Բայց միաժամանակ ասեմ ձեզ, քանի որ փաստացի նյութը շատ է եւ դրանք ժամանակ է պահանջում, որպեսզի ամբողջությամբ տեղափոխվի առաջին բաժին, որպեսզի այդ փաստացի նյութը զեկույցի առանձին մի մաս է։ Փաստացի նյութն է շատ կարեւոր, որի հիման վրա կառուցվել է այդ զեկույցը։ Այնպես որ դա ընթացակարգային խոչընդոտ է, որը լուծման փուլում է։ Իսկ հարցերի չէ։ Տիկին նախարար, մեկ էլ մի բան, էլի Գյումրի հետ կապված։ Մեծ մասին բռնել են, գիտեք ինչ, մի հատ ոստիկանի ցուցմունքով։ Այդ մարդիկ էլի ասում, մեղք է, տուն են էթալու, հասկանալու են, որ իրանք կերպ շատ լավ, պարոն Մարուկյան մեջ։ Այո, մեկ ցուցմունքը այդքան էլ լիարժեք չի, եթե պետք է բռնեք, գոնե երկու ցուցմունքով, տիկին նախարար, խնդրեմ։ Նախ պարոն Քոչարյան, տիկին նախարարի որոշելիքը չէ, մեկ ցուցմունքով թե երկու ցուցմունքով, դա նախաքննական մարմնի որոշումների տիրույթում է։ Հիմա պարոն Մանուկյան, անդրադարձակ եւ ձեր խոսքում էլ անընդհատ նշում էիք ի պաշտպանություն ոստիկանության, ի պաշտպանության ոստիկանության։ Ես վստահեցնում եմ, որ ներքին գործերի նախարարության համակարգում ոստիկանությունը պաշտպանության կարիք չունի։ Նախարարության համակարգում ոստիկանության ոլորտի այդ թվում բարեփոխումներ իրականացվում են այնպես, որ ոստիկանության առջև դրված օրենսդրական խնդիրներ լինեն շատ հստակ, ոստիկանի կողմից իր լիազորությունների եւ պարտականությունների ծավալը լինի շատ հստակ, եւ ոստիկանի կողմից իր վարքագծային էլեմենտները վերապատրաստման նաեւ արդյունքներով լինեն շատ հստակ, եւ մեր ծառայողը ինքնուրույն կարողանա իր առջև դրված խնդիրը կատարել եւ դա կատարելու համար մեթոդներն ու եղանակները ընտրել։ Ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներդրումը նոյեմբերի 1-ից հենց այդ տրամաբանությամբ է եւ եթե հետաքրքրի նախարարի հրամանի տարբերակ ունենք, դա կարող եք դիտարկել եւ տեսնել, թե ինչ ճանապարհով ենք ծառայողներին նաեւ նկարագրում, թե ինչպես պիտի գնահատեն իրավիճակը եւ հասկանան, որ դեպքում ուժային միջոցներից որոնք են, որ կարող են կիրառվել։ Օգտագործեցիք նաև վիրավորական արտահայտություններ, պարոն Մանուկյան, ոստիկանության ծառայողների հասցեին, ես արդեն երկրորդ կամ երրորդ քննարկումն է, ինչ ազգային ժողովում լսում եմ ոհմակ արտահայտությունը ոստիկանության ծառայողների ոստիկանության ծառայողների մասով եւ չեմ զլանում եւ նորից հորդորում եմ ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմնի դիրքերից վիրավորական արտահայտություններ չհնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեին։ Մեր ոստիկանների դեպքում կարող են լինել թերություններ, կարող են լինել խնդիրներ։ Դրա համար տարբեր ոստիկաններ ազատվում են պաշտոններից։ Տարբեր ոստիկաններ անցնում են քրեական վարույթներով, այդ թվում մեղադրյալի կարգավիճակով։ Տարբեր ոստիկաններ ինքնակամ հասկանալով իրավիճակը դիմում են ներկայացնում եւ ազատվում են ծառայությունից։ Տարբեր ոստիկանների պաշտոնավարումը կասեցված է։ Այդ թվում մեկ այլ դեպք ունենք, որ այդ կրկին վաղաշաբաթի ոստիկանության բաժնին է վերաբերում։ Այսինքն մեր ռեակցիան, պետության դիրքերից ոստիկանության վարքագծի ռեակցիան շատ հստակ է։ Խոսեցիք, որ կարմիր բերետներից մեկը լրագրողի նկատմամբ բացասական պահվածք է ունեցել եւ որևէ մեկը չի ազատվել ծառայությունից։ Պարոն Մանուկյան, տվյալ ծառայողը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այսինքն, երբ որ մենք այս քաղաքական խոսույթը, քաղաքական էմոցիաները զտում ենք, ես զտած եմ խոսում։ Գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ այո, ձեր նշած օրինակում լրագրողի նկատմամբ եղել է ոչ պատշաճ վերաբերմունք ոստիկանության ծառայողի
կողմից, ոստիկանության ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ այո, կա նախաձեռնված քրեական վարույթ եւ այո, քրեական վարույթի շրջանակներում ոչ թե ես, այլ նախաքննական մարմինը կտա գնահատականներ։ Եվ մենք իրավական պետություն ենք ի վերջո եւ որևէ մեկին պատժել կամ չպատժելու հարցը պիտի դիտարկվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում։ Անդրադառնամ Հովանավանքին։ Հովանավանքի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է եւ շարունակելու է հասարակական կարգ անվտանգություն ապահովել, եթե դրա կարիքը լինի։ Մենք բազմաթիվ կրոնական միջոցառումներ ենք ունենում տարբեր եկեղեցիներում, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովում։ Նույն օրը Մայրաթոռում ոստիկանությունը կրկին հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Մենք ունեցել ենք կրոնական տարբեր տոնական միջոցառումներ, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Բայց մեզ կարծես թե այս մնացյալ իրավիճակները չեն հետաքրքրում եւ մենք կենտրոնանում ենք Հովանավանքի օրինակի վրա։ Հովանավանքում ոստիկանությունը օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը։ Իսկ թե ով կգտնվի, ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչը կգտնվի, հարգելի գործընկերներ, դա ծառայության կազմակերպման տրամաբանության մեջ է եւ ոստիկանությունը ինքն է որոշում ծառայությունը ինչպես կազմակերպի։ Կարող է Երևանից էլ մարդիկ ներգրաված լինեն, կարող է Լոռու մարզից էլ մարդիկ ներգրավեն։ Մենք ունենում ենք Շիրակի մարզում process, որ դուք անընդհատ վկայակոչում եք։ Շիրակի մարզում այլ ստորաբաժանման ծառայողներ եւս ներգրաված են։ Դա հաշվարկ է, որով որ ոստիկանությունը իր արչև դրված խնդիրը օրենքով որոշում է կատարել քանակական տվյալներ, մեթոդաբանություն, եղանակներ, դրանք հիմնական ծառայության կազմակերպման տիրույթում գտնվող հարցեր են եւ լուծվում են ըստ այդմ որևէ զարմանք կամ որևէ ինչ որ անհանգստացնող բան չկա։ Եթե ոստիկանությունը տվյալ քանակակազմով է ծառայությունը կազմակերպում, նշանակում է տվյալ քանակակազմն է անհրաժեշտ եւ բավարար ոստիկանության արչև դրված խնդիրները իրականացնելու համար, այդ թվում նկատի ունենալով նաեւ օպերատիվ տվյալները, որոնք կարող են լինել այս տեսանկյունից։ Իսկ պաշտպանական ֆունկցիայի մասով ես բազմիցս պարոն Մանուկյան անդրադարձել եմ ձեր դիտարկմանը եւ իմ հիմնավորումները ներկայացրել եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, վերջին մասը կարծում եմ եւ մեր հանձնաժողովի անդամները գիտեն թե լուծումները ինչ կառուցվածք ունեն այդ հարցի հետ կապված եւ այդտեղ կարծում եմ որ շարունակել քննարկումը այդ թեմայով պարզապես իմաստ չունի։ Հայկ Սարգսյան, հաջորդը Զարուհի Բաթոյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ